Շատ լավ։ Տեսնենք այսօր կարտերն ինչ ցույց կտան։ Քանի կարտերը խառնում եմ, ասեմ ինձ մի քանի հոգի, ընդ որում տարբեր երկրներից, որքան հասկանում եմ, հարցնում են, հետաքրքրվում են, թե ինչպես կարելի է ինձ հետ կապ հաստատել։ Ես նկարագրական բաժնում վիդեոյի տակ դրել եմ, վերջին մի քանի վիդեոների տակ եմ դրել, ինչպես կարելի է ինձ հետ կապվել, եթե ուզում եք անհատական նայեմ ձեզ համար։ Բայց պիտի ասեմ, որ միայն ինտերնետային կապով, ինձ հետ email-ով կարելի է կապվել, հեռախոսով չեք կարող, որովհետև ես Հայաստանում չեմ ապրում։ Այսպես։ Այսօր էլ թեմա չեմ ընտրել։ Տեսնենք կարտերը ինչ է այսօր մեզ կպատմեն, մեզ հետ կխոսեն։ Տեսնենք ընդհանուր տրամադրությունը։ Ավելացնեմ նաև օգնող կարտեր, որպեսզի ենթադրություններ չանեմ, ավելի հստակ տեսնեմ ինչ են ասում կարտերն այսօր։ Առաջին կարտը տեսնում եմ գերանդի, ինչը նշանակում է, որ ինչ-որ կտրուկ, ինչ-որ արագ, ինչ-որ մի բան է լինում կտրուկ արագ, ինչ-որ որոշում պետք է կայացնել, ինչ-որ բան պետք է կտրել կյանքից։ Տեսնենք ավելի մանրամասն ինչ կասեն կարտերը։ Հասկանանք ինչի մասին է խոսքը։ Հետաքրքիր է, ստվերում նորից տեսնում եմ նույն կարտը, սա էլ է գերանդին, նկարը մի քիչ այլ կերպ է նկարված, բայց նույն գերանդին եմ տեսնում, ուրեմն ինչ-որ կտրուկ ինչ-որ մի բան է սպասվում։ Օգնող կարտը գերանդի վրա ես տեսնում եմ նամակը, ինչ-որ հաղորդակցություն, այսինքն ինչ-որ լուր կստանաք շատ այսպես, որը ձեզ կդրդի կտրուկ քայլերի, կտրուկ որոշումներ կարող եք կայացնել։ Ինչ-որ ինֆորմացիան կարող է գալ հեռվից, կարող է լինել չսպասված ինֆորմացիա, նամակ ինչ-որ մեկից, տեքստ, չգիտեմ, ինչ ձևով ասես ինֆորմացիան այսօրվա դրությամբ, այսօրերում կարող է գալ։ Ես տեսնում եմ այստեղ մատանի և ջրհոր։ Ինչ-որ միգուցե հարաբերությունների մասին է, պարտադիր չի սա լինի ամուսնական և անձնական միայն հարաբերություններ, բայց այս ինֆորմացիան կլինի ինչ-որ մարդկանց հարաբերությունների երկու հոգու երևի թե հիմնականում, հարաբերությունների մասին, որ այսպես շատ լուրջ խոր հարաբերություններ ունեն մարդիկ, բայց մի քիչ շատ ավելի ինչ-որ գաղտնիքներ են բացահայտվում, ջրհորը ինչ է, չէ, դուք մտնում եք ավելի խորը, այսինքն շատ ավելի խորը հեռու գնացող ինֆորմացիա, ինչ-որ գաղտնիք, ինչ-որ մի բան է բացահայտվում երկու հոգու հարաբերությունների մասին։ Ընդ որում ես չեմ կարող ասել ամուսինների հարաբերությունների մասին է, թե գործնական հարաբերություններ են, ձեր բիզնես ընկերոջ մասին ինչ-որ ինֆորմացիա եք իմանում և կտրուկ պետք է որոշումներ կայացնեք։ Ես այստեղ էլի տեսնում եմ նամակի կարտը և տեսնում եմ ամպեր, կարող եմ ասել, որ այս նամակը այո, շատ այնքան է լավ նորություն չէ, ղարի 7-ն էլ նշանակում, ոչ միայն կարող է նաև հեռվից է գալիս, բայց նաև շատ, այսպես ասեմ, միգուցե և անսպասելի էր այս նորությունը, և ամպեր են կուտակված, այսինքն սա բացասական լավ նորություն չի, ամեն դեպքում դրա համար էլ կտրուկ գործողություններ է, ձեզ դիմում շատ այսպես, այո, բարդ իրավիճակ է ստեղծում, ամպեր են կուտակված, ամպերը չի կարող լինել լավ։ Այստեղ տեսակ թռչուններ, երկուսն էլ թռչուններ են, այսինքն
Դուք ինֆորմացիան իմացաք եւ պիտի փորձեք ճշտել։ Ճշտել, այսինքն այս լուրը լսեցիք, իմացաք, միգուցե ով որ ձեզ տեղեկությունը տվեց, ումից որ իմացաք, նորից զանգում եք հետ իրենց, կապվում եք հետ, նորից խոսում եք։ Տարբեր մարդկանց հետ եք զրուցում, տեսեք, երկու կարտն էլ նույն բանն է ընկնել, այսինքն հաստատում է, որ անպայման պետք է խոսել, երկուսն էլ ընկել է երկու տարբեր, այսպես ասեմ, օգնող կարտերն են ընկել ծտեր, թռչյուններ։ Ես կարող եմ խորհուրդ տալ, քանի որ հիշում եք, ասացի, այստեղ երկու հոգու մասին էր խոսքը, սա կարող է լինել, չգիտեմ, ամուսինների մասին է խոսքը, զույգի մասին դեռ ամուսնացած չեն, կարող է լինել այլ գործընկերների մասին։ Այս կարտերը երկու իրար հետ դուրս են եկել թռչյունները, խոսակցությունները, նշանակում է մի հավատացեք բամբասանքներին, փորձեք ինքներդ ճշտել, իսկ ինչպես կարող եք ճշտել, երկու կողմի հետ էլ խոսեք։ Եթե ձեզ լուր է հասել երկու հոգու մասին, կամ երկու հոգուց մի կողմը դուք եք, մյուսի անպայման երկու, իսկ ինձ թվում է ոչ, այստեղ դուք երկու հոգու մասին եք լսում, դուք երրորդ անձն եք թերևս, երկու կողմին էլ լսեք, մի հավատացեք ձեզ ասված բոլոր ինֆորմացիան, եւ մեկին չի կարելի լսել։ Օրինակ, եթե երկու հոգի վիճում են, երկուսն էլ ձեր ընկերներն են, չէ՞։ Դուք որ մեկին լսեք, որ մեկին հավատաք։ Մարդիկ բորբոքված բարկացած են, ամեն մեկը մյուսի մասին բողոքելու, դժգոհելու է։ Ասենք իմ երեխաներն են այդպես դպրոցից զանգում են, աղջիկս տղայից էր եղբորից էր բողոքում, եղբայրը քրոջից։ Չէ, պիտի երկու կողմին էլ պիտի լսես, որ հասկանաս ով է մեղավոր։ Այսա այդ դեպքն է։ Տեսեք, երկու տարբեր կարտեր, թռչյուններ, անպայման, եթե կա նման հարց, որ դուք պետք է կտրուկ որոշում կայացնեք, երկու հոգու մասին խոսակցություն, որ ինչ որ ձևով առնչվում է ձեզ հետ, սա կարևոր է ձեզ հետ, որ դուք պետք է կտրուկ երկու կողմին էլ լսեք, միայն մի կողմին չլսեք։ Մի կողմին չլսեք, անպայման լսեք երկու կողմին։ Սա կախված է, ինֆորմացիան եկել է եւ եկել է ձեր տուն եւ շատ արագ է եկել, այո, ինչ որ մեկը շատ փորձել է շտապ բերի ձեզ ինֆորմացիան հասցնի, ես չեմ կարող ասել մարդու նպատակը ինչու է փորձել ձեզ բերել այսպիսի կտրուկ ինֆորմացիան, ձեզ լավ ընկեր է, որ ինֆորմացիա բերել է, թե իրականում լավ ընկեր չէ, չեմ կարող ասել, սրտին իրականում տեսնում եմ, որ ինչ որ մեկը լավն է կամենում, իրականում վատ իմաստով երևի չեն արել։ Կարող են մարդիկ, որտեղ տուն եմ տեսնում, կարող է այս, ինչ գիտեմ, այս լուրերը կապված են կամ տան հետ, միգուցե տան արքու վաճառքի հետ, հնարավոր է, բայց ինձ ավելի շատ թվում է, որ սա կարող է լինել ուղղակի ընտանեկան ինչ-որ հարց է։ Ինչ-որ ընտանիքի, ինչ-որ ընտանեկան հարաբերությունների մասին է խոսքը, լուրը ձեզ եկել է, շտապ, ինչ-որ մեկը բերել հասցրել է լուրը, ձեզ այսպես հանկարծակի է բերել, բայց անկեղծ ասած ես այստեղ չեմ տեսնում շատ լուրջ մեծ խոչընդոտներ, իսկապես չեմ տեսնում, այսինքն ինչ որ ընտանիք քանդվել, բիզնեսը քանդվել չեմ տեսնում, ճիշտն ասած, մի քիչ այլ բան եմ տեսնում, կասեմ շուտով։ Ես այստեղ տեսնում եմ կին եւ տեսնում եմ հաջողության կարտը, ինչ որ կին կարող է ձեզ օգնել իմիջայլոց։ Ինչ որ կին, չեմ կարող ասել այս կինը ով է, ես չեմ կարծում այդ երկուսից մեկն է, եւ չեմ կարծում այս կինը այդ բամբասողներից կամ խոսակցությունը ձեզ բերողներից մեկն է, բայց կա ինչ որ կին, այս կինը էլի չեմ կարող ասել ինչ ազգակցական կապ ունի ձեզ հետ ով է, բայց մի կին կա, որը այս հարցում կարող է ձեզ օգնել։ Եթե ինչ որ մեկ այսպիսի իրավիճակում է, դուք կհասկանաք, թե ով կարող է լինել, բայց հաջողությունը, այս հարցի հաջող լուծումը գալու է կնոջից։ Կարող է լինել մի քիչ ավելի տարիքով կին, բայց չեմ կարող ասել։ Իսկ խոչընդոտ խնդրեմը կապված է լինելու գումարի հետ իմիջայլոց։ Կարող է այս ինֆորմացիան դուք իմանալով ինչ որ միակ խոչընդոտը, որ տեսնում եմ, գումարի հետ է կապված, ձկները գումարն է։ Տեսեք, ես չեմ տեսնում, էլի եմ ասում այստեղ, ընտանիք հարաբերություններ են քանդվում, ամուսինը դավաճանում է, կինը չի դավաճանում, այդպիսի լուրեր, բոլորովին անկեղծ ասած, այդպիսի բաներ չեմ տեսնում։ Քանի որ այստեղ եւ ոչ մի բացասական ոչինչ չի տեսնում, բացի լուրից, որ լուրը ստանում եք, շատ նեղում եք, ձեզ անհանգստացնում է, ամպեր են կուտակվում։ Եվ միակ խոչընդոտը տեսնում եմ գումարի հետ, այսինքն միգուցե վարկ էիք ուզում, ձեզ զանգում են, ասում են ձեր վարկը մերժել են, դուք փորձում եք նորից էլի զանգել, խոսել, համոզել։ Միգուցե այդ դեպքում երկու տարբեր, չգիտեմ, մարդկանց հետ պետք է զրուցեք կամ երկրորդ անգամ, սա երկուս նշանակում է, չէ, երկու անգամ ասցի ընկել էին թռչուններ, այսինքն եւս մի անգամ փորձեք, միգուցե տարբեր բան գնաք, չեմ կարող ասել երկու տարբերակը ինչ է նշանակում։ Միգուցե երկու անգամ փորձեք խոսել, համոզել, հնարավոր է, այդպես էլ է հնարավոր։
Բայց խոչընդոտը այս լուրի ինչ որ խանգարում է ձեզ անհանգստացնում է խնդիրները գումարի հետ են կապված։ Ես այստեղ տեսնում եմ շուն եւ տեսնում եմ էլի 10 սրտի, որը նույնպես կախված է եւ կապված է գումարի հետ։ Ըստ էության ձեզ ինչ որ օգնություն է պետք։ Ինչ որ ծանոթ ինչ որ մեկի օգնությանն եք դիմել։ Այստեղ էլ ես տեսնում եք, հիշում եք, ասացի կին կա, որ կինը կա, որը կարող է ձեզ օգնել։ Չեմ կարող ասել այդ կինը ով կարող է լինել։ Դա փորձեմ մի քանի կարտել անել, տեսնենք կարող է ինչ որ հարցում օգնել։ Այլ եմ ասում, սա ինչ որ գումարի հետ կապված ֆինանսների կամ կարող է դե ֆինանսները նաև միայն վարկերի հետ չէ, նաև գործարքի հետ է կապված, չգիտեմ, գործարք էին ձեզ առաջարկել, հիմա գործարքը չեղյալ է հայտարարվել, չի լինում, փորձում եք այստեղ այնտեղ զանգել, երկու տարբեր աղբյուր գտնել, բայց ի վերջո կգտնվի կին, որը ձեզ կկարողանա ինչ որ բանով օգտակար լինել։ Հնարավոր է, բայց ես այստեղ էլ եմ ասում, ընտանեկան խնդիր չեմ տեսնում, ընտանիքից խոսեն, ընտանիք հայքայվի, ոչ, բոլորովին, այստեղ աշխատանքային կամ գործնական հարաբերությունների մասին է խոսքը։ Այստեղ երկրկնակի թռչունները, որ տեսա խոսակցությունները, ես վախենում եմ, որ այդ խոսակցությունը ի վերջո կարող է վեճերի, սա վեճի կարտն է, կարող են վեճի վերածվել, բավականին լուրջ հարց է, ես կարտերում շատ տեսեք չէի տեսնում, բայց հիմա այստեղ տեսնում եմ, ի վերջո այս խոսակցությունները կարող են նաև վերածվել վեճի, զգուշացեք վեճի վերածելուց, որտեվ այդ վեճը կարող է խորանալ, դրանից հետո անմիջապես ես տեսնում եմ 8 ղարի, դա ձեզ լավ տեղ չի տանելու, ոչ մի բան դրանից ճիշտ ասած չեք շահելու։ Եվ այստեղ տեսնում եմ խաչի վարետը վեճի կարտի վրա, այսինքն դա նշանակում է, որ միգուցե այս գործնական, այո, ինչ-որ գործնական հարցով է, նորից եմ ասում, եթե բանկի աշխատող է, դուք վստահ եք, ձեզ վարկը պետք է տան, չեն տալիս, զանգում եք աշխատողի վրա, գորգորում եք, վիճում եք, հնարավոր է ձեր գործընկերն էր, խոստացել էր, պետք է ինչ-որ գործ ստացվեր, չի ստացվում, զանգում եք, բարկանում եք, նորից եմ ասում, այստեղ վիճաբանությունը իրականում ձեզ հաջողության չի հասցնելու, դուք չեք կարողանալու հարցը լուծել, հակառակը սխալ ուղղությամբ է ձեզ տանելու, ստիպված եք լինելու ընդհանրապես գործարքը թողնել, սա թողնելու, հեռանալու փոփոխության եւ ոչ չեմ կարող ասել դեպի լավ, որտեվ բոլոր վիճաբանությունները իրականում լավ կողմ չեն տանում։ Դուք ստիպված կլինեք միգուցե ընդհանրապես հրաժարվել ձեռնարկից եւ հեռանալ։ Ես այստեղ նորից ստվերում տեսնում եմ, այս անգամ 10-ն եմ տեսնում եւ տեսնում եմ գիրքը։ Ձեզ մի քիչ փոխանակ բարկանակ, միանգամից այսպես զգում եմ, որ դուք շատ կտրուկ, տեսեք, նորությունը ստացաք, գերանդին նշանակում է շատ կտրուկ։ Միանգամից հեռախոսը վերցնում եք, զանգահարում եք, սկսում եք սրա նրա վրա գորգորալ, բարկանալ, վիճել, ընդ որում ոչ մեկի, երևի թե երկու տարբեր մարդկանց, եւ դա իրականում ձեզ վնաս կպատճառի։ Դուք իրականում մի քիչ ոնց որ պետք է փորձեք ավելի ինֆորմացիա ստանալ եւ միգուցե այդ հարցում ձեզ այս կինը կօգնի։ Միգուցե փորձեք ավելի հանգիստ վերաբերվել հարցին, հա փորձեք հասկանալ, միգուցե ինչ որ այնտեղ գաղտնիք կա, ինչ որ մի նոր մի ինֆորմացիա կա, որ դուք չգիտեիք։ Միգուցե մեկ լրացուցիչ փաստաթուղթ է պետք, դուք այդ փաստաթղթի մասին չգիտեիք, դրա համար կարող եմ ասել, այո, կարող եմ ասել, որ ինչ որ մի ինֆորմացիա, ինչ որ մի բան պակասում է։ Փորձեք ավելի շատ ինֆորմացիա ստանալ, փոխանակ բարկանալ եւ գորգորալ եւ ավելի վնաս տակ ինքներդ ձեզ։ Տեսնենք վերջում արդյունքում ինչ է լինում, մարդը գտնվում է համբերատար, փորձում է հարցը ճիշտ լուծել, այս կինը կարողանում է օգնել։ Ոչ այնքան հեշտ, ոչ այնքան շուտ, որտեվ ամպեր են կուտակված։ Այո, մեկ կարող եք մարդկանց շատ նեղացնել, ընդ որում այդ գործի աշխատանք շատ կարող եք մարդկանց բարկացնել, իսկապես կարող եք շատ, այսպես ոնց որ ասած, հասցնել համբերության, որտեվ ամպեր են կուտակված։ Մարդիկ իսկապես չեն ցանկանալու ձեզ օգնել։ Բայց կլինի ինչ որ հարազատ, ինչ որ սրտացավ, ինչ որ մեկը կարող է նաև ձեր
տանը նստեք ընտանիքով զրուցեք, ձեզ խորհուրդ տան հանգստացնեն եւ կկարողանաք, չեմ կարող ասել, կզանգեք մարդկանցից ներողություն կխնդրեք, թե փորձեք շտկել կամ կնոջ այս ասեցի կինկար էստեղ ձեզ օգնում է այդ կնոջ միջոցով, բայց տանը ամեն դեպքում այստեղ աշխատանքի վայրում եք ամենի եմ ասում, գնում եք ինչ-որ հիմնարկություն, որտեղ մարդու վրա բարկացած եք, չեք կարողանում հանգստալ, բայց որ գալիս եք տունը իմիջիայլոց հանգստանում եք, այո, տանը ձեր ընտանիքի անդամների հետ կարողանում եք հանգստանալ եւ կարողանում եք գալ ընդհանուր հայտարարի եւ ես վերջում տեսնում եմ սիրտ, դա նշանակում է որ դուք իրականում վերջում բավարարված կլինեք այս ամենից եւ տեսնում եմ այստեղ նավակը նաեւ Ղարիտասը իրականում մի քիչ դժվար կլինի, այո, դուք պիտի կարողանաք այս ձեր ներվերը հանգստացնել, մարդկանց հետ ճիշտ զրուցել, որպեսզի կարողանաք հասնել ինչ-որ բանի շատ դանդաղ, բայց ձեր նավակը կսկսի շարժվել։ Այո, ես կարող եմ ասել երկու դեպքում, եթե դուք վիճեցիք եւ չկարողացաք հաշտվել մարդկանց հետ, այս կարտը երկու նշանակություն էլ կարող է ունենալ։ Դուք իրականում կկորցնեք ձեր շանսը գումար վաստակելու կամ գումար կկորցնեք։ Բայց եթե կարողացաք լեզու գտնել եւ իրականում հաշտվել մարդկանց հետ, հա, կարողանաք ճիշտ լեզու գտնել, նորից եմ ասում, համբերատար առանց որևէ մեկին նեղացնելու, իրականում ձեր նավակը կսկսի շարժվել դեպի հաջողություն։ Փորձեք ավելի, այսպես ասեմ, բանակցել, ավելի մեղմ զրուցել մարդկանց հետ եւ ոչ մեկին չբարկացնել եւ չլարել ձեր դեմ։ Ես ձեզ ամենայն հաջողություն եմ մաղթում։ Այսօր այսքանը։